Եկեղեցի մենք ամփոփեցինք Լեռան քարոզի քարոզաշարքը եւ նոր քարոզաշարք ենք սկսում այսօր, որ Պահքի շրջանի համար է։ Եկեղեցին պատրաստվում է կարևորագույն տոնը տոնելու, պատրաստվում է տոնելու մեր Տիրոջ, մեր Փրկչի Հիսուսի հրաշափառ հարությունը։ Բայց այս հարությունը ճանապարհ է, այս հարությունը գին ունի, այս հարությունը պետք է վերարժևորել, հիշել, հասկանալ, այս հարությունը պետք է սեփականը դարձնել, որպեսզի մենք հարուցյալի զավակները լինենք ոչ թե անունով, այլ պարունակությամբ եւ իրականությամբ։ Հարության քարոզաշարքի առաջի քայլը, առաջի ճանապարհը, առաջի ուղին մենք սկսում ենք անապատից։ Այն անապատից, ուր Հիսուս գնաց, ուր Հիսուս տարվեց հոգու կողմից 40 օր ծոմ պահելու։ Ընթերցենք Աստծո խոսքը։ Առաջարկում եմ, ով որ տկարություն չունի, ոտքի վրա կանգնենք եւ միասին ընթերցենք Աստծո խոսքը ի հարգանք մեր Տիրոջ, իր կենթանի խոսքի համար եւ մեր հնազանդությունն ու սերը արտաբերելով իր խոսքի հանդեպ։ Մատթեոս ավետարան 4 գլուխ 1-ից 11 համարներ։ Այդ ժամանակ Հիսուսը հոգու կողմից անապատ տարվեց սատանայից փորձվելու։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց եւ փորձիչը նրան մոտենալով ասաց. Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան։ Նա պատասխանեց ու ասաց. գրված է. ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում։ Այդ ժամանակ սատանան նրան տարավ Սուրբ քաղաքը, տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց ու նրան ասաց. Եթե Աստծո որդին ես, քեզ ցած նետիր, որովհետև գրված է. իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի եւ նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն, որ երբեք ոտքդ քարին չխփես։ Հիսուսը նրան ասաց. դարձյալ գրված է. Տիրոջը քո Աստծուն չփորձես։ Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ եւ նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները ու նրանց փառքը եւ նրան ասաց. այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. հեռու գնա սատանա, որովհետև գրված է. Տիրոջը քո Աստծուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես։ Այդ ժամանակ սատանան նրան թողեց եւ ահա հրեշտակները մոտ եկան ու ծառայում էին նրան։ Ամեն Աստծո խոսքին աղոթենք։ Սիրելի Տեր, շնորհակալ ենք քո խոսքի մատուցման համար, շնորհակալ ենք քո խոսքով մեզ առաջնորդելու համար։ Հիմա խնդրում ենք, որ մեր բերնի խոսքերն ու մեր սրտի խորհուրդները քո առջև ընդունելի լինեն, մեզ բաց միտք ու սիրտ տաս լսելու, հասկանալու, ընդունելու եւ դրանք կյանքի ճանապարհ դարձնելու։ Այս ամենը խնդրեցի մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի անունով։ Ամեն։ Կարող ենք նստել, սիրելիներ։ Անապատի ճանապարհը կամ իսկական որդու ճանապարհը։ Հիսուս տարվեց մկրտությունից հետո, տարվեց, երբ երկնքից ձայնը հնչել էր ու ասել էր. դու ես իմ սիրելի որդին, երբ որ բոլոր ստեղծագործությանը ներկաներին ասվել էր. սա է իմ սիրելի որդին, ում վրա իմ հաճությունն է, սա է միակը, սա է Փրկիչը, սա է Մեսիան, սա է Աստվածը մարդեղացած։ Այս իրավիճակում Հիսուս հոգու կողմից առաջնորդվեց դեպի անապատ եւ 40 օր ծոմ պահեց։ 40 օր արդեն որպես մարդ ոչինչ չկերավ։ Լռության մեջ էր, մենակության մեջ էր, ինքնակննության մեջ էր, ճանապարհը վերարժևորելու մեջ էր, առաքելությունը վերարժևորելու մեջ էր։ 40 օր մենակ էր, 40 օր սոված էր։ Շատերս մեկ օր ծոմ ենք պահել,
Շատերս միգուցե 3 օր ծոմ ենք պահել։ Բարդ բան է սա։ Մի դրվագ եմ հիշում, երբ մեկը տարիներ առաջ ընկերներիցս որոշել էր հասկանալ արդյոք Աստծո կամքն է ինչ որ մի դրվագ, սովորաբար դա լինում է ամուսնության պարագաներում, եւ որոշել էր ծոմ պահել 3 օր։ Ես էլ աղոթքով իրեն աջակցում էի։ Եվ երբ որ արդեն 3-րդ օրվա ծոմի մեջ էր, այնքան էր տկարացել, որ ասում էր ոչինչ չեմ ուզում ամուսնանալ, չեմ ուզում ոչ ոքի չեմ ուզում տեսնել։ Ծոմը հաճախ նոր բաներ է բացահայտում ինքնության մասին, դժվարություններ է ստեղծում, նոր փորձառություններ է ապրում։ Մովսեսն էլ ծոմ էր պահում եւ 2 անգամ 40 օրով ոչ կերավ, ոչ խմեց, բայց սա Աստծո աջակցությամբ էր, գերբնական վիճակում էր, որովհետեւ որպես ֆիզիկապես մարդ չէր կարող 40 օր չխմել։ Հիսուս թողեց որևէ աստվածային աջակցություն, միայն որպես մարդ մտավ այս փորձության մեջ եւ սկսեց փորձվել իր բոլոր շարժառիթներով, իր բոլոր տկարությունները դուրս հանելով, բայց չուներ, որպես իրական մարդ սկսեց մատնվել բոլոր այն դժվարություններին, որին Ադամը չդիմացավ ամենաճոխ պարտեզում, ամեն ինչով շրջապատված լինելով, ամեն ուրախություն կրելով, սկսեց անցնել այն ճանապարհը, որով Աստծո զավակ Իսրայելը որպես հավաքականություն անապատի ճանապարհի մեջ տապալվեց, տրտնջաց, պահանջեց, բայց այստեղ նոր Ադամը, ճշմարիտ Իսրայելը, ճշմարիտ որդին ցույց տվեց, որ ինքը հորից է կախված, ինքը պատրաստ է անցնել, պատրաստ է վստահել, սիրել, պատրաստ է չտրտնջալ։ Ինչպիսին էին այս փորձությունները։ Նախ եւ առաջ, երբ որ ավարտվեց արդեն 40 օրյա շրջանը, ինչ որ պահանջվում էր արդեն ավարտվեց եւ շատ հաճախ հենց այդտեղ գալիս է գայթակղության յուրահատուկ մի ձև։ Ասենք, եթե ծոմ պետքա պահեի ինչ որ մի բանի համար եւ պահեցի եւ պատասխան ստացա, ուրեմն վերջ, արդեն ազատ եմ, ինչ կուզեմ կանեմ, ու նորովի մեկ էլ ընկնում եմ գայթակղության մեջ ավելի մեծ մեղք գործելու։ Հասկանում եք ինչ նուրբ պահ կա։ Երբ որ արդեն ավարտվեց, չարը եկավ եւ սկսեց յուրահատուկ գայթակղություններ առաջարկել։ Այնտեղ անապատ էր, որտեղ կային քարեր, կլորավուն գեղեցիկ քարեր, որոնք տեսքով շատ նման էին թխվող հացերին այդ ժամանակվա։ Կլոր թխվող հացերին։ Նա ինչ նման է հացին, հաց սարքի եւ կեր, դու վերջացրել ես արդեն, ծոմդ վերջացրել ես, հիմա կարող ես ուտել, ինչ խնդիր է, որ դու այս քարը հաց սարքես եւ ուտես։ Ոչ մի խնդիր չկա, դու կարող ես, եւ հարցը շատ յուրահատուկ կերպով է հնչում։ Մենք լսում ենք, եթե Աստծո որդի ես, կարծես մեջը այնպես բան է դրած, որ դե դու եթե որդի ես, ցույց տուր որդիությունդ, բայց եթե հունարենով ենք նայում այս արմատին, ավելի ճիշտ կարող ենք կարդալ, քանի որ Աստծո որդի ես, որը ավելի մեծ խորություն է բերում այս հարցի մեջ աստվածաբանական, քանի որ դու Աստծո որդի ես, դու կարող ես դա անել, ուրիշ որևէ մարդու այս գայթակղությունը յուրահատուկ չէր։ Եթե մեզնից մեկը 40 օր ծոմ պահած լիներ, շատ սոված լիներ եւ այնտեղ քարեր լինեին, ու մեզ փորձիչն ասեր, այս քարը հաց սարքի կերը, մենք չենք կարող, նույնիսկ մեր մտքով չէր անցնի, դա մեզ չէր մոտենա այդ փորձությունը։ Չարը գիտի ում ինչպես փորձել։ Ասում է, դու Աստծո որդի ես։ Ես լսեցի այդ հռչակումը Տիրոջ կողմից, որ ազդարարվեց, դու ես իմ սիրելի որդին, ընդամենը 1 գլուխ առաջ սա ասվեց։ Ու հիմա քարեր կան այստեղ ու դու դա կարող ես, եւ Հիսուս իսկապես կարող է, որովհետեւ ջուրը գինի դարձրեց։ Որևէ տարբերություն չկա քարը հաց սարքելու եւ ջուրը գինի սարքելու ընթացքի մեջ։ Սա ստեղծագործ
կանոնները ստեղծող, խոսքով արարող Աստծո զորությունն է միայն, որ կարող է ջուրը գինի դարձնել ու կարող է քարը հաց դարձնել։ Այս տարբերություններ կան։ Հիսուս մինչև բացահայտել է իր ով լինելը, աշակերտների համար յուրահատուկ հրաշքներ էր գործում, որպեսզի ճանաչեն իր ով լինելը, իր հետևից գան եւ դառնան արքայության լուրը ազդարարող ավետարանիչներ։ Ինչ որ անում էր իր շահի համար չէր անում։ Այս պարագայում ինքը իր շահի համար չդարձրեց քարը հաց։ Ինքը սոված էր, շատ սոված էր, տկարացած էր։ Եվ երբ որ մենք տկարացած ենք, տղամարդիկ հաճախ սա գիտեն։ Ամբողջ օրը եթե աշխատել ես ու տուն ես գնում ու սոված ես, ամենափոքր արտահայտությունը կարող է քեզ հունից հանել։ Միգուցե բոլորն էլ գիտեն, կանայք էլ յուրահատուկ ձևով ես իմ մասին եմ ասում։ Ամենափոքր տարբերվող արտահայտությունը կարող է հունից հանել։ Իհարկե, գիտես, որ տկարացած ես եւ Աստծո զորությամբ, Աստծո խաղաղությունը քո մեջ ունենալով մտքով հասկանում ես, որ սա սովածության տկարություն է, զսպեմ, ամեն բան կարգավորեմ, որ ընտանիքումս Աստծո սերն ու խաղաղությունը մնա։ Ամեն։ Բայց սա Հիսուսի կրած չարչարանքից բխած եւ մեզ եկած իմաստություն է։ Սա մեր զորությունը չի, սա Աստծո շնորհած զորությունն է, որ այդպես վարվենք, բայց Հիսուս 40 օրվա սովից հետո է։ Միտքը կարող էր տկարացած լինել, բայց Աստծո խոսք այնքան խորն է դաջված իր մեջ, որ կարողանում է հստակ ասել, որ ես ոչ թե քարը հաց եմ դարձնում, այլ ես հնազանդվում եմ իմ հորը, երբ որ պետք լինի հայրը կկերակրի, իր ուզած ձևով, իր ուզած տարբերակներով, որովհետև մանանան տրվում էր անապատում, այս տրվում էր միայն մեկ օրվա համար, ու միայն շաբաթ օրն էր տրվում, այսինքն շաբաթ օրվա համար էր տրվում 2 օրվա համար, կրկնակի քանակով ուրբաթ, որպեսզի շաբաթը Աստծո համար նվիրված լինի։ Ամեն բան ճիշտ չափով, ճիշտ քանակով, ճիշտ ժամանակին, ամեն բան հստակ։ Այնտեղ մանանան ունեցող Իսրայելը, Աստծո զավակը, Աստծո որդին տրտնջաց, Հիսուս չտրտնջաց։ Եվ ամեն 3 փորձություններին 3 անգամ պատասխանը նույն երկրորդ օրինացից էր։ Երկրորդ օրինացը վերհիշեցումն էր Աստծով լինելու, անապատը ճիշտ անցնելու, խոստացված երկիրը մտնելու համար ճիշտ չափանիշները, սրտի ճիշտ դիրքը ունենալու։ Եվ Հիսուս հենց այդտեղից էր ամեն անգամ պատասխանում չարին, ասում էր ոչ միայն հացով։ Այդ հացը ես կարող եմ քարը դարձնել հաց, կարող եմ ստեղծել, բայց ես ավելին կարիքն ունեմ ու ավելիով լիացած եմ, որտեվ Աստծո խոսքով եմ ապրում, որտեվ Աստծո խոսքն է ինձ առաջնորդում, Աստծո խոսքն է ինձ լիացնում, ոչ միայն հացով, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից, սա երկրորդ օրինաց 8-րդ գլուխ 3-րդ համարն է։ Հիսուսը ի տարբերություն Իսրայելի վստահեց ամբողջովին ու չերկմտեց ու չտրտնջաց։ Չարն ասում է, քանի որ Աստծո որդին ես, փոխի իրավիճակը քո շուրջը։ Հիսուսը կարող էր նայել Սաղմոս 91-ին, որ մենք փոխասած ընթերցումով ասեցինք, եւ հաջորդ փորձության մեջ հենց դա է հիշեցնում չարը։ Քո համար ամեն բան պետք է արվի, դու Աստծո որդին ես։ Մենք Աստծո որդիներ ենք։ Շատ հաճախ մենք ուզում ենք, որ մեր համար ամեն բան արվի, մեր ուզած ժամանակին, մեր ուզած ձևով, մեր թելադրած պայմաններով։ Մենք հաճախ փնտրում ենք Աստծո խոսքի մեջ հատուկ համարներ, որ հենց այդ հարցով մեզ հանդարտություն կտան։ Դրանով մտածում ենք, դե Աստծո խոսքից ճշմարտություն դուրս հանեցի, բայց հենց այդ ձևով մենք մեր ուզածն ենք փաթաթում Աստծո կամքին, ոչ թե Աստծո կամքին ենք հնազանդվում։ Տերը ասում է, գրված է,
խոսքով ապրիր։ Ես հնազանդ եմ, ես հանդարտության մեջ եմ։ Թիմ Քելերը մի շատ հետաքրքիր ուսուցում ունի, որ Սաղմոս 91-ը հիշեցնում է, որ եթե սխալ մոտեցումով կարդանք, մեզ հենց այս սատանայական մեկնաբանությանը կտանի, բայց Սաղմոս 91-ը սկսում է վստահության խոսքով, որ քո վրա է իմ վստահությունը, քեզ եմ վստահել, եւ Հիսուս հենց դա է ցույց տալիս, որ ես քեզ եմ վստահել, Տեր, ես թողել եմ իմ աստվածային ամեն արգասիքներ եւ մարդեղացած մարդու նման բոլոր դժվարություններն անցնում եմ չդիմելով իմ ունակություններին գերբնական։ Որդիությունը չի ապացուցվում, որ հայրը ամեն բան կանի, երբ որ դու ուզում ես։ Երբ որ մեր առաջի հարցը դառնում է ինչպես ապահովեմ իմ ուզածը, արդեն կասկածելի է դառնում, թե ում որդին եմ։ Երբ նյութականը դառնում է գերակա, երբ ուզում եմ թագավորություն առանց խաչի, երբ որ ուզում եմ իմ ուզածը, սա դեռ չի նշանակում, որ ես ճիշտ որդի եմ։ Հնազանդության մեջ է որդիությունը։ Պատասխան միգուցե այդ պահին, բայց վերապահ առանց պայմանի սիրոն վստահելու մեջ է։ Հենց որ 40 օրը ավարտվեց, կարող էր հրեշտակների միջոցով մանանա, հաց, ամեն բան մի անգամից գալ, դու ավարտել ես, վերջ, փուլը ավարտված է։ Հիսուսն ասում է, ես գիտեմ, երբ որ Տերը պետք է կտա, այդպես էլ լինում է։ Ճշմարիտ որդու ճամփան սկսվում է կախվածությունը, Աստծո հանդեպ իր կախվածությունը վերահաստատելուց, ոչ թե ես, այլ Տերը։ Երկրորդ փորձության մեջ անվտանգությունն է կասկածի տակ դրվում եւ ցուցադրական հավատքի առաջարկ է բերվում, տաճարից ցած նետվել։ Սա էլի մարդու համար անտրամաբանական է։ Ինչքան էլ մենք շատ լավ գիտենք այս 91 Սաղմոսը, որին մեջբերումներ է անում չարը, մենք չենք նետվի, որովհետև գիտենք, որ անտրամաբանական է։ Աստծո դրած կանոնները գործում են, գրավիտացիայի օրենքը, որ արագացում կա եւ երբ որ բարձրությունը մեծ է եւ այդտեղ շատ մեծ բարձրություն է, մոտ 16 հարկանի շենքի բարձրություն, բերելու է նրան, որ զարնվելու ես գետնին ու փշրվես։ Չարն ասում է, բայց գրված է, Աստծո խոսքով է սկսում կասկածի տակ դնել, Աստծո խոսքով է սկսում փորձել։ Եվ հետաքրքիր է, որ C.S. Lewis-ը իր շատ հետաքրքիր գրքում, որ նամակագրություն է այդ գիրքը, որպես պոեմ, վեպ, բանաստեղծական ձևով, թե չարի գրասենյակում ինչպես են փորձությունները ձևավորվում, որ մարդուն տապալեն, կարծես հակառակ կողմից ենք նայում, մեր դեմ ինչ մարտավարություն կա, շատ տաղանդավոր աշխատություն է սա, այնտեղ այդ խորհրդատությունների մեջ ասում է, որ մի սպասիր, որ մարդուն այնպես անես, որ բացահայտ հրաժարվի Աստծուց, պարզապես դարձրու հավատքը պահանջատիրական, թող ինքը հավատա, բայց անդադ պահանջներ ունենա քեզնից, պահանջատիրական հավատք դիր իր մեջ, եւ արդեն շեղումները կսկսեն ինքնաբերաբար, չարի գործելավոճն է, թող նա սպասի զգացմունքային ապացույցների, հրեաներն ինչ էին ասում, մեզ հրաշքներ ցույց տուր, երկնքից հրաշքներ ցույց տուր, այստեղից հրաշքներ ցույց տուր, այնտեղից հրաշքներ ցույց տուր, այդ դեպքում կհավատանք։ Հիսուսն ասում էր, չէ, այդպես չի։ Նույնիսկ եթե հարություն առած մեկն էլ գա, որ մեծագույն հրաշքն է, դուք չեք հավատա, որովհետև դուք արդեն գրված խոսքին չեք հավատացել։ Մովսեսին ու մարգարեներին եթե չհավատացիք, հիշում եք Ղազարոսի առակի վերջաբանում, այդ պարագայում նույնիսկ եթե մեկը հարություն առած գա, էլի չեք հավատալու։ Թող նա ասի, եթե Աստված ինձ սիրում է, սա չարի գործելավոճն է, մեր սրտում դնում է, եթե Աստված ինձ սիրում է, ապա սա կլինի, սա կլինի, սա կլինի։
ու դա դառնում է գայթակղություն։ Հիմա չարը Հիսուսին ասում է. եթե դու, քանի որ դու Աստծո որդին ես եւ եթե Աստված քեզ սիրում է, քեզ կպաշտպանի, դու ցած նետիր, փորձիր, տես սիրում է թե չէ։ Հիսուս նորից անատ պատի ճանապարհն է հիշեցնում, նորից երկրորդ օրն է հիշեցնում, երկրորդ օրինացն է հիշեցնում ներողություն եւ երկրորդ անգամ երկրորդ օրինացից դուրս է բերում մի շատ յուրահատուկ դրվագ, որտեղ Իսրայելը տապալվեց այս նույն կետում յուրահատուկ ձևով։ Հիշեցնում է ինչպես Մովսեսը չկարողացավ կանգուն մնալ։ Հիշեցնում է Մասայի դեպքը, որ Ելից 17-ում էր նկարագրված, երբ որ ծարավեց, տրտնջաց, տրտնջալու արդյունքում ինչ ասեց. Տերը մեր մեջ կա, թե ոչ, արդյոք Տերը մեր մեջ է։ Իսրայելը տրտնջաց եւ սա ասեց. թե Տերը մեզ լքել է, թե Տերը մեզ չի սիրում, թե Տերը հոգ չի տանելու։ Չարն ասում է, դե եթե Տերը քո հետ է, դու ցած նետվիր այստեղից, ինչու աստիճաններ գործածես, ինչու բնական ճանապարհով իջնես, քեզ հոգ կտանի։ Եթե Տերը մեր մեջ է, մեզ ջուր կտա։ Մովսեսն էլ շտապեց, գավազանով հարվածեց քարին։ Մենք երգեցինք այդ գեղեցիկ երգը Քորեբի ժայռի ու ջրի մասին։ Հարվածեց, ջուր բխեց։ Իսրայելը ծարավը հագեցրեց, հրաշքը տեսավ, բայց Մովսեսը շտապեց։ Մովսեսը չվստահեց, որ Տերը ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով կանի, եւ Մովսեսը դրա համար ֆիզիկապես չմտավ խոստացված երկիր։ Հիսուսը այս նույն դժվարին պարագայում հստակ ու ճշմարիտ կերպով ցույց տվեց, որ իր վստահությունը Աստծո վրա է, բայց սա այնպիսի վստահություն է, որ չի փորձում հորը։ Եթե ապա չկա, ինքը գիտի, որ Տերը իր հետ է, ինքը վստահել է Տիրոջը, եւ եթե Տիրոջը պետք է, որ ցամաքով անցնի գետը, ծովը, ինքը ցամաքով կանցնի, եթե Տիրոջը պետք է, որ ինքը ցատկելով անցնի ինչ որ մի անջրպետ, Տերը դա կանի, բայց ոչ թե ինքը փորձի Տիրոջը։ Տիրոջ համար անկարելի ու անհնար բան չկա, բայց հնազանդությունը պահանջում է իրական հնազանդություն առանց պայմաններ թելադրելու, անվերապահ։ Չի ասում, եթե ինձ սիրում ես, այլ ասում է, ես միշտ գիտեմ, որ դու ինձ սիրում ես։ Ու վերջ։ Արդյոք մենք մեր հավատքը իսկապես վստահության վրա ենք դնում, թե պայմանական հավատք ենք ստեղծում մեր մեջ, չարի խարդավանքներին տրվելով։ Գիտեք, երբ որ դու հավատացյալ ես, այդ խարդավանքների տեսակները փոխվում են։ Ոնց որ Հիսուսի պարագայում լրիվ այլ տեսակի փորձություններ են, որ մարդուն անհաս են, անտրամաբանական են մարդու համար, տենց էլ իրական հավատացյալի համար փորձությունները շատ ավելի տարբեր են, քան նրանց համար, ովքեր որ խավարի մեջ են։ Նրանք արդեն չարի տիրույթում են, իրենց համար խնդիր չկա այդ իմաստով, իրենք արդեն կործանման ճանապարհի մեջ են, բայց փորձությունները յուրահատուկ են, անապատը յուրահատուկ է ամեն անհատի համար, ով որ Քրիստոսի հետ է քայլում, որովհետև դա բացահայտում է մեր մեջ եղած խնդիրները, դուրս է հանում եւ դրանց մեջ բերում է ժայռի վրա հաստատված հավատք։ Երրորդ փորձությունը իշխանության եւ փառքի փորձություն է։ Մեզ համար էլ շատ յուրահատուկ փորձություն է սա։ Հաճախ մենք տեսնում ենք մեր շուրջը, որ եթե մի անհատ 3 հոգու վրա իշխանություն ունի, սկսում է այդ իշխանությունը գործադրել չարաշահումներով։ Եթե դա տաքսու վարորդի մասին է խոսքը, որ մի հոգի իր մեքենան նստեց ու ինքը իշխանություն ունի չարաշահելու, սկսում է հաճախ չարաշահել։ Նույնը մնացած բոլոր ասպարեզներում ենք տեսնում։ Հիսուս իշխանություն ունի ամբողջ տիեզերքի վրա։ Չարը այդ ոլորտում է սկսում գործել։ Սա խաչի այլընտրանքային ուղու գայթակղություն եւ առաջարկ է։ Դու պետք է խաչի մահով
ստանձնես ամբողջ տիեզերքը, նորից վերահաստատես քո իշխանությունը, քո թագավորությունը այս ամեն ինչի վրա, այն ամեն ինչի վրա, որ մեղքի պատճառով, անկման պատճառով, անեծքի պատճառով հիմա տրվել է այս օդի իշխանին, չարին, դու պետք է վերահաստատես, բայց հեշտ ճանապարհ կա։ Արի դու մի անգամից խուսափելով ես բոլոր նենգությունները, ծեծն ու ջարդը, ամոթանքները, սուտ դատավարությունները, ահարկ ու խաչը, դավաճանությունները ընկերներից հետ, այս ամեն ինչից խուսափի մի անգամից, նա ինչքան կա այստեղ, ինձ է հիմա պատկանում, ես քեզ եմ տալու, ինձ պետք չի չարն ասում, քեզ եմ տալու, դու միայն ինձ երկրպագիր ու հարցը լուծված է, վերջ։ Պատկերացնում եք ինչքան հեշտ ճանապարհներ կան, լայն դռներ կան, լայն ճանապարհներ կան։ Մի դրվագում այս հարցը մի անգամից կլուծենք ու հետո դու արդեն քո ուզած ձևով քո թագավորությունը կհաստատես, շատ հեշտ, արագ, 3.5 տարի տանջվելու կարիք չկա։ Փառք հիմա առանց խաչի, առանց տառապանքի։ Հիսուսի պատասխանն է նորից երկրորդ օրինացից, 6-րդ գլուխ 13 համարից. Տիրոջը, Աստծուն երկրպագիր եւ միայն նրան ծառայիր։ Այս գայթակղությունը շատ տարբեր ձևերով է տրվում։ Եթե Դանիել 4 գլուխը հիշեք, այնտեղ Նաբուգոդոնոսորը, որ կառուցել էր ճոխ քաղաք, կառուցել էր պալատներ, մեծ ճոխություններով տոնախմբություններ էր անում եւ մի օր քայլում էր այս պալատներում ու ասում. ես եմ այս ամենը ստեղծել, ես եմ այս թագավոր դարձրել, ես եմ այս կայսրության տեր տիրակալը։ Չնայած երազով զգուշացվել էր, որ մի արա սա, անասուն ես դառնալու։ Ինքը չդիմացավ գայթակղությանը, նույնիսկ իմանալով Աստծո մասին, ու ինքն իրեն էր փառաբանում, դարձավ խոտակեր անասուն 7 տարի, միջև որ նորից ընկալեց, որ Տեր Աստծունն է ամբողջ իշխանությունը, բոլոր թագավորությունները, թագավորներ կարգողը ինքն է, հանողը ինքն է, կայսրություններ բարձրացնողն է ինքը, կայսրությունները տապալողն է ինքը։ Այստեղ չարը նույն գայթակղության վրա է աշխատում։ Ուրիշ ճանապարհ կա, ուրիշ ձև կա, դու կտիրանաս, քոնը կլինի, հեշտ ձևեր կա, միշտ հեշտ ձևեր կա, եւ եթե փառքի իշխանության գայթակղության վրա է աշխատում, ինչ որ կերպով իմ եսին գոհացնելու ձևով է աշխատանք գնում ինչ որ կերպով, ուրեմն սա հեշտ ճանապարհն է, առաջարկն է հեշտ ձևով հարցերը լուծելու։ Նույն գայթակղությունը հնչեցվեց խաչի վրա։ Մատթեոս 27:40-ում, եթե Աստծո որդին ես, իջիր խաչից։ Եթե քանի որ Աստծո որդին ես, իջիր խաչից, մի թող որ միանգամից կյանքդ գնա, արդեն գրեթե 99%-ով ճանապարհն անցել ես, էլ մի մեռիր այդտեղ։ Զգում եք, որ ամբողջ ընթացքում նույն հարցն էր տրվում, այլընտրանքային ճանապարհ, դեպի խաչի մահը չտանող ճանապարհ, եսից չհրաժարվելու ինչ որ մի դրվագում, շրջադարձ, Պետրոսի բերանով, չլինի թե գնաս Երուսաղեմ խաչվելու, այլ ճանապարհ կա, մենք կպատերազմենք, մենք կմարտնչենք, սրով ու թրով կբերենք այս Աստծո արքայությունը։ Ետիսանցի սատանա, նույն գայթակղությունը տարբեր ձևերով, տարբեր շրջափուլերով գալիս է, բայց մեզ էլ է գալիս այս նույնը, մենք սրանից զերծ չենք սիրելիներ, մեզ յուրահատուկ կերպերով է գալիս, իշխանության առաջարկ, փառքի առաջարկ, աշխարհի թագավորությանը տիրանալու առաջարկ, մեզ վստահված չափով, մեզ վստահված տիրույթներում։ Ուրեմն անապատի փորձությունը նաև նախակարապետն էր հենց բուն խաչի փորձության։ Սա առաջարկ էր փառասիրության, առաջարկ էր վերահսկելու մոլուցքին տրվելու։ Դու վերահսկիր, մի թող որ Տերը վերահսկի, Տերը կարող է քեզ միջև խաչի մահ տանի։
Դու քո ձեռքը առեդ։ Դու գտիր հնարավորություն, որ մի քիչ թեթև անցնի։ Տիրոջ ուզածից մի քիչ։ Քրիստոնեական արժեքները իշխանությամբ կամ մանիպուլատիվ կերպով պարտադրելու գայթակղություն մենք ունենք, որպես եկեղեցի եւ անհատներ։ Հաճախ մտածում ենք, որ Աստծո խոսքը բավարար չի ինքնին, այլ որ մի քիչ վախացնենք, մի քիչ այլ կերպով խոսենք, մի քիչ ռետորական արվեստ մեջը դնենք, մի քիչ եթե ապայի, այսինքն, այ որ սենց անես, քո համար սենց լավ կլինի, պայմանական սիրո առաջարկներ մեջը դնենք, նոր կգործի շնորհը։ Բայց Աստված ասում է, իմ խոսքը պարապ չի գալիս, երբ որ գալիս է ձյան, անձրևի պես, իր արդյունքը անպայման տալու է, եւ դա ձեզնից կախված չի, ձեզնից կախված է ձեր հնազանդությունը, ձեր հավատարմությունը, եւ դա ձեր անելիքն է։ Աստծո թագավորությունը գալիս է ոչ թե վերահսկմամբ, այլ խաչով։ Հիսուսը հստակ հաղթանակ ունեցավ անապատում։ Սա նրանով էր, որ նա լցված էր հոգով առաջնորդվեց, հոգով էլ դուրս եկավ։ Նա գիտեր Սուրբ Գիրքը։ Ամեն դրվագում հստակ, նույնիսկ 40 օրվա սովածությունից հետո միտքը լավ աշխատում էր ու գիտեր չարի այս ասացի տակ ինչ կա։ Եթե ուշադիր եք, այս զրույցը շատ ենթատեքստեր ունի։ Կարծես մենք մի քանի բառ ենք կարդում։ Եվ հաճախ է այդպես լինում, երբ որ երկու մարդ իրար լավ գիտեն, թեկուզ քաղաքական մարդիկ խոսում են ինչ-որ մի բանից, իրենք բաներ են ասում, բայց քանի որ տակը այլ իրադարձություններ կան, միանգամից տողատակեր են բացվում։ Այսպես էլ Հիսուս գիտեր, եթե չարն ասում է, այս հացը դու ստեղծիր, եւ մենք որպես հայ ժողովուրդ ասում ենք, քարից հաց քամող ժողովուրդ ենք։ Հիսուս քարից հաց քամելուն է նայում, ոչ թե ուղղակի քարը հաց դարձնելու։ Սա դժվարության process է, քամել, քրտինք թափել, քար աղալ, հող դարձնել, հողից ցորենի հատիկ ցանելով հաց քամել։ Եվ սա երկար շարք ունի, համբերատարություն ունի, Աստծուն վստահել ունի։ Հիսուսը քարից հաց քամող դիրքն է բռնում, ոչ թե ուղղակի ճանապարհը։ Նա գիտեր Սուրբ Գիրքը, նա վստահում էր Հորը բոլոր պարագաներում եւ այդ վստահության մասին էր վերհիշեցնում իր բոլոր հակադարձումներում։ Նա բոլոր դրվագներում կարող էր հեշտ ճանապարհ ընտրել, բայց երբեք դրան չնայեց։ Դրա համար Եբրայեցիս 4:15-ում ասում է. նա փորձվեց ամեն ինչով, բոլոր հնարավոր կետերը չարը փորձեց, բայց առանց մեղքի։ Եվ հենց դրա համար, հենց այդպես կարողացավ փրկագնում բերել։ Եթե որևէ դրվագում Հիսուս որևէ մեղք գործած լիներ, ինքը խաչի վրա պատիժը կկրեր իր մեղքի համար ու չէր կարողանա մեր բոլորի մեղքերի համար պատիժ կրել, որտեղ արդեն իր այդ մեկ սայթակումը բավական էր, որ ինքը պատժվեր որպես ապստամ զավակ իր մեղքի համար, բայց ինքը կատարյալ եղավ ամենաբարդ ու յուրահատուկ փորձությունները անցնելով, միայն ու միայն Հորը վստահելով, միայն ու միայն ասելով, որ Հայրը գիտի, Հայրը սիրում է, Հայրը կհոգա։ Ուրեմն մեծ պահքի այս շրջանի մեջ քայլելով Հիսուսի հետ մենք ինչ ենք սովորում։ Մենք սովորում ենք, որ պահքը պատիժ չէ։ Հաճախ մենք մտածում ենք, եթե ես պահեցողության մեջ մտնեմ, ինձ զրկեմ մի իմ համար հաճելի բանից, որը միգուցե ինձ համար դեպի կուրք դառնալ է գնում, ինձ զրկեմ շատ ավելի հեռուստացույցի, հեռախոսի կամ ինչ-որ մի գայթակղություններից, զրկեմ, հեռու պահեմ, ուտելիքից միգուցե ըմպելիքից, միգուցե ինչ-որ փոխհարաբերություններից։ Իհարկե սա ամենօրյա անելիք է յուրաքանչյուր քրիստոնյայի եւ հատուկ ժամանակի կարիք չկա սա անելու,
բայց պահքի շրջանում շատ ավելի ուշադիր լինելու, ինքնակնության Տիրոջը վստահելու առիթ ունենք, որպեսզի ոչ թե ինչ որ սննդային կանոններ պահելով մենք մեզ ինչ որ բաներ ապացուցենք, այլ Տիրոջը վստահելու մեջ վերահաստատվենք, ուրեմն սա ոչ թե պատիժ է, այլ սա օրհնություն է, Տիրոջ սերը մենք մեզ ավելի լավ, ավելի հստակ, ավելի լուռ, ավելի ինքնուրույն ձևով պատմելու։ Սա ապացույց է, որ Տերը մաքրում է մեր բոլոր վախերն ու կասկածները։ Սա հստակություն է, որ իմ վերահսկողության ներքո չէ ամեն բան, ինչ որ իմ շուրջը կատարվում է, Տիրոջ վերահսկողության ներքո է, թույլ տամ Տերը վերահսկի։ Սա ձեռբազատվում է մեր հպարտությունից։ Շատ բաներ միգուցե կարող եմ, բայց այն բաները, որ Տերը պետք է անի, պետք է թույլ տամ, որ Տերն անի ու ես չհպարտանամ, այլ խոնարհվեմ։ Երբ որ սոված եմ, խոնարհվում եմ։ Երբ որ հրաժարվում եմ ինձ հաճելի բաներից, խոնարհվում եմ Տիրոջ առջև եւ Տերը բարձրացնում է իր ուզած ձևով, իր ուզած ժամանակում։ Անապատը վերջը չէ։ Այս պահքի շրջանի փորձառությունները, դժվարությունները, որ մենք անցնենք Քրիստոսի հետ քայլելով, դա անապատում մնալ չէ։ Դա այնտեղ Տիրոջ ներկայությունը ավելի զորեղ կերպով վայելել է, բայց նաեւ այնտեղ մենք ընտրում ենք վստահությունը եւ այն դառնում է հարության նախաբանը մեզ համար։ Մեզ հստակ կենտրոնացում է տալիս խաչի միակ նեղ ճանապարհի ու նեղ դռան վրա։ Մեզ հստակ թույլ է տալիս քանդել ու հասնել հոգևոր այն վեմին, որի վրա կառուցված է իրական հավատքը, որը կդիմանա հետագա բոլոր փոթորիկներին։ Ամեն։